Իրանի ու Իսրայելի միջև 6-օրյա հարաբերական անդորը կարող է շատ շուտով ընդհատվել նոր հրթիռադրոնային հարձակումներով։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տեղեկություններ ունի, որ Իսրայելի ու Միացյալ Նահանգների օդային հարձակումները կարող են կրկնվել։ Իրանը վերջին զգուշացումն է տվել թշնամիներին։ Մեր վերջին ուղերձը սիոնիստական ռեժիմին եւ մոլորված ԱՄՆ նախագահին։ Եթե Իրանի ազգային շահերը կրկին հարձակման ենթարկվեն, մեր պատասխանն այս անգամ տարբեր կլինի, շատ ավելի կոշտ եւ ավելի կործանարար, ինչը կարող է արագացնել այս փտած սիոնիստական ռեժիմի փլուզումը։ Իրանի հարևանները, այդ թվում Ադրբեջանը, խոստացել են, որ երբեք Թեհրանի թշնամիներին տարածք չեն տրամադրելու հարձակման համար։ Չնայած վերջին շրջանում մեծ աղմուկ է բարձրացել, որ պատերազմի օրերին Ադրբեջանի տարածքից մեծաթիվ հրթիռներ ու դրոններ են թռել Իրան։ Հարևան բոլոր երկրները, ներառյալ Ադրբեջանը, վստահեցրել են, չեն թույլատրել եւ չեն թույլատրի Իսրայելին օգտագործել իրենց տարածքը Իրանի դեմ հարձակման նպատակով։ Բայց մինչև նոր հարձակման անցնելը Թրամփը հավանաբար նորից ուզում է գործի դնել դիվանագիտական հարթակը։ Վաշինգտոնը միջնորդների միջոցով Թեհրանին փոխանցել է, որ ցանկանում է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, սակայն Թեհրանը պնդում է, ԱՄՆ նախագահը որևէ խոստում չի տվել, որ չի հարձակվելու Իրանի վրա։ Հիմա մենք փնտրում ենք այս հարցի պատասխանը, մենք կրկին բախվելու ենք ագրեսիայի, բանակցությունների մեկնարկի հետ միաժամանակ։ Միացյալ Նահանգները դեռևս հստակ դիրքորոշում չի հայտնել այս հարցի վերաբերյալ։ Իրանին բանակցությունների հրավիրող Թրամփը ամեն դեպքում չի մեղմացնում հռետորաբանությունը։ Թրամփը Truth սոցիալական էջում գրել է, թե չի պատրաստվում նախկին նախագահ Բարակ Օբամայի պես կլորիկ գումար վճարել Իրանին, որ հրաժարվի միջուկային ծրագրից։ Համոզված է Թրամփը, դրա կարիքն էլ չկա, այսպես թե այնպես Միացյալ Նահանգները հողին է հավասարեցրել Իրանի միջուկային զենք ունենալու երազանքները։ Ես Իրանին ոչինչ չեմ առաջարկում, ի տարբերություն Օբամայի, որը նրանց միլիարդավոր դոլարներ վճարեց միջուկային զենքի համապարփակ ծրագրի շրջանակներում։ Մենք հիմնահատակ ոչնչացրել ենք նրանց միջուկային օբյեկտները։ Թրամփի հայտարարությունները ճշմարտությունը կոծկելու փորձ է անվանել Իրանի հոգևոր առաջնորդը։ Խամենեին կարծում է, որ Սպիտակ տան ղեկավարը ոչինչ էլ չկարողացավ անել իր գերհզոր ռումբերով ու այսպիսի հայտարարություններով փորձում է քողարկել իրականությունը։ Այն, որ Իրանը հաշված ամիսների ընթացքում վերականգնելու է իր միջուկային ծրագիրը, կասկած չունի ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին։ Նրանց կարողությունները պահպանվում են։ Ֆորդոյի, Նաթանզի եւ Սպահանի օբյեկտների վրա հարձակումները հետ են գցել Իրանի ուրանի հարստացման կարողությունները, սակայն չենք կարող պնդել, թե ամեն ինչ վերացել է։ Իրանն ունի բարձր մակարդակի տեխնոլոգիական զարգացվածություն միջուկային ոլորտում։ ՄԱԳԱՏԵ-ն այլևս հնարավորություն չունի ստուգելու Իրանի միջուկային կարողությունները։ Թեհրանը պաշտոնապես հայտարարել է, այլևս չի համագործակցելու գործակալության հետ, քանի դեռ իր միջուկային օբյեկտները պաշտպանված չեն։ Հասմիկ Սերոբյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։